պես նորություն չէ, այսպես Հայաստանում, որը դարձել է ժողովրդավարության պանթեոն։ Իսկ այո, որովհետև հուղարկվում են բոլոր ժողովրդավարությանը ներհատուկ բոլոր հատկանիշները, բոլոր որակները պարզապես հուղարկվում են հենց այս իշխանությունների կողմից, ընդ որում ոգևորությունը իրենց աճում է օրից օր, որովհետև այդ փոխտոր գլոբալիստական կենտրոնները, իդեպ դրանց ղեկավարները այսօր ղեկավարության մեջ են Եվրոպայի տարբեր մարմիններում։ Այդ նույն ժամանակին Միշելը, հիմիկվա արյունոտ Ուրսուլան, որի հետևից ուղղակի արյուն է, չմոռանանք, որ ինքը 20 թվականին անմիջապես այդ ցեղասպանական ագրեսիայից հետո դրանով խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր նորմերը, ինքը բազելով հասել է Ադրբեջան, սեղմելով այդ Ալիևի ձեռքը եւ իր հետ կնքելով, այսինքն նրան հրաշալի ձևով, ինչպես ասեմ, պարգևատրելով նրան 2 միլիարդանոց պայմանագրով։ Դա ուրիշ դեպի բան չէ։ Դրա համար մենք պետք է հստակեցնենք, որ ես դա մի քանի անգամ եմ ասել, որ հայությունը եւ Հայաստանը հայտնվել են առաջի պայքարի այդ գծում, որը կրում է քաղաքակրթական բնույթ։ Դա եւ հակաքրիստոնեությունն է, դա ոչ թե հայկական եկեղեցի, հակաքրիստոնեությունն է, դա ազատ խոսքի հանդեպ անհանդուրժողականությունն է, ուղղակի չեն հանդուրժում։ Պատահական չէ, որ պատգամավորներից մեկը հարցրել է, ասել է հիմա ինչ է, դուք միջև ընտրությունները բոլոր ձեզ հետ ոչ համաձայնությունների հետ բոլորին ձերբակալելու եք, դա շատ տեղին հարցեր, ավելի շուտ դա հիմնականում արձանագրում է այն ձեռագիրը եւ այն միջոցները, այն է քաղաքական ռեպրեսիաներ, դրանք ուղղակի առանձին ճնշումներ չեն, դա հետևողական ռեպրեսիաների քաղաքականություն է, որը կրկնում եմ, դարձնում է Հայաստանը ժողովրդավարության այդ պանթեոն։ Եվ տղաներին ես ցանկանում եմ ուժ, եռանդ եւ կամք, եւ հստակեցնենք, որ որևէ մի բանը, որ ասում եք ոչ մի բան չեն ասել, պետք է չի որ ասեն։ Ինչ է Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, ինչ է հիմք ունի Սամվել Կարապետյանի, նորից եմ կրկնում այն, ինչ որ ասել է Սամվել Կարապետյանը, նայեք, ես իմ ձևով պայքարելու եմ այս իշխանության դեմ, որը վարում է հայերի հանդեպ թուրք ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը։ Ես իմ ձևով շարունակելու եմ այդ բանը։ Հիմա դրա համար կարելի է ձերբակալել, եթե անգամ դա տեղի ունենա, դուք միայն ապացույց է, որ հստակորեն դա այդպես էլ կա, այսինքն դա քաղաքական հետապնդումներ են, տղաները, ինչպես որ դուք ասեցիք, դրանց համար նորություն չէ, իրենք ազատամիտ են եւ ազատամտությունը այդպես չի, որ միշտ ողջունել է, դեպ ցանկացած իշխանությունների ժամանակ ազատամտությունը հարգի չի եւ այս իշխանությունները ուղղակի դա դրսևորում են ամենագրեհիկ եւ ակնհայտ ձևով, կրկնում եմ, որովհետև ես լավ հիշում եմ նախկինների այսպես ասած ժամանակ, որ ինչ որ մեկի գլխից մի մազ էր ընկնում, ամբողջ հասարակական կազմակերպությունների դաշտը եւ ես իրենց հետ միասին, այնպեսի աղմուկ ենք բարձր, Եվրոպան այնպես էր դա աղմուկ եւ այլն, հիմա ինչ է, Եվրոպան կուրացել է, խլացել է, ինչ է, նա համր է, ոչ, փաստորեն այն ինչ անում է այսօր այդ ուժը, այդ թիմը, որը եկել է եւ նստել է Հայաստանի Հանրապետության կառավարման ղեկին, նրանք ուղղակի ամբողջովին համապատասխանեցնում են իրենց քաղաքականությունը այդ բղտոր գլոբալիստական կենտրոնի աշխարհաքաղաքական
շատ կասկածելի նպատակներին, ես ուզում եմ, ես մենակ չեմ, դա եվրոպական վերլուծաբանները անընդհատ դրա մասին խոսում են, այնպես որ մենք պետք է հստակեցնենք, որ դա առայժմ դեռ, ինչպես ասում են, ծաղիկներ են և պտուղները դեռ առջևում են